Мы находимся в Национальном центре России, где проходит одно из ключевых культурных событий сезона – третья национальная кинопремия «Герои большой страны». Эта премия и форум посвящаются фильмам и сериалам, которые формируют образ героя, воспитывают молодежь, продвигают традиционные ценности и отвечают на актуальные вызовы современного общества. В этом году на премию подано более 500 проектов, среди авторов которых есть в том числе и армяне. Те менталисты, которые выходят здесь и снимают потрясающе. Теперь смотрим первым, чтобы они из истории семьи узнавали. Даже там очень неожиданная для них номинация. Талант влияет на мировоззрение у них. И моего деда, который... Дополнительного образования лидерства руководитель посвящения России Юрген Игорь Васильевич и российская телеведущая, ведущая программы «Вести». Номинация «Лучший сценарий». Проект победитель номинации «Варшава-21». Уважаемые коллеги, добрый вечер. Большая честь получить награду именно в этой номинации среди стольких проектов. Хочу поблагодарить жюри за действительно очень высокую честь. Շատ անսպասելի էր այս մրցանակը ստանալը, որովհետև ֆիլմը Վարշավան հեռարձակվել է 2024 թվականին եւ ինձ թվում էր թե մրցանակային կյանքը այդ ֆիլմի ավարտվել է, որովհետև ժամանակ է անցել, բայց մեծ երկրի հերոսները այս մրցանակաբաշխությունը 2 տարին մեկ անգամ է անցկացվում եւ հաշվի առնում նաեւ փաստորեն նախանցած տարվա ուրեմն ֆիլմերը եւ լավագույն սցենարի համար իհարկե շատ եմ ուրախացել այս մրցանակի համար, որովհետեւ պատկերացրեք շուրջ 500 ռուսական ֆիլմ է մասնակցել մրցանակաբաշխությանը, որոնցից շորթ-լիստում մոտ 50-ն են հայտնվել եւ լավագույն սցենարի համար հենց Վարշավան է տարել, ինչը իրոք մասնագիտական հաջողություն եմ համարում։ Снести памятник неизвестному абстрактному солдату легко. Его можно оскорблять сколько угодно, и он не может ответить. Если вам позволит совесть, сносите памятник, как вы собираетесь. Пойдемте. Сегодня как раз самое время открыть дверь 29 апреля наука будет релиз. Այսօրվա կինոն միշտ չէ, որ առաջարկում է մի հերոս, որին ուզում ես նմանվել։ Ես հաճախ նաև այստեղի գործընկերներիս հետ քննարկում եմ այն հարցը, որ օրինակ դիվանագետի մասնագիտության բուհը ավարտած մարդը պետք է ինչ-որ մի ձգտման ուրեմն կետ ունենա, ինչ-որ մի փարոս պետք է ունենա, որին ուզում է դեպի որը ուզում է գնալ, ինչ-որ մի մարդ, որին ուզում է նմանվել, որի պես ուզում է լինել, եւ Վարշավան հենց նման մի ֆիլմ է, որտեղ ուրեմն ճգնաժամային դիվանագետ է Վիաչեսլավ Վասիլևը, որը ամենածանր իրավիճակներում փորձում է իրավիճակը ուրեմն շտկել եւ բեկել իրավիճակը դեպի այն հուն, որը ձեռնտու է իր երկրին։ Այս տեսանկյունից նման հերոսները շատ կարևոր են, անկախ նրանից թե ինչ ազգության հերոսը թե եւ որ երկրում է այդ մարդը գործում, հա, այդ նման հերոսը, որին ուզում ես նմանվել, որի պես ուզում ես լինել եւ որը այդ զգացմունքներն է առաջացնում, շատ կարեւոր է։ Երբ ֆիլմը գրել եմ, մտածել եմ այն մասին, որ չկա ավելի թանկ բան, քան մարդու պատմությունը։ Մարդը ի վերջո ցանկացած նույնիսկ ամենամեծ իրադարձության հերոսն է։ Լինի դա պատերազմ, լինի դիվանագիտական ինչ-որ սկանդալ, լինի քաղաքական դարաշրջան, մարդն է դրա հերոսը։ Միշտ չէ, որ ցույց ենք տալիս այն հերոսին, որը իրական մեծ դերակատարություն ունի։ Երբեմն այդ հերոսները երկրորդ պլանում են հայտնվում, չեն երևում։ Ֆիլմը փորձեր ցույց տալու մի մարդու դերակատարություն, որը նույնիսկ փառքի իրավունք չունի եւ չի կարող ասել, որ սա իմ արած գործն է, բայց մեծ աշխատանք է կատարում հանուն իր երկրի։ Սա հիմնական գաղափարն է։ Наших великих советских хотят реализоваться, они хотят заработать, они хотят
которую сделано. Здесь в этом деле, который вот мы что